Ամանորի հեքիաթը Գյումրիում է։ Առատ նվերներով են ձմեռ Պապն ու Ձյունանուշը ճամփա ընկել, որ գյումրեցի փոքրիկների երազանքներն իրականություն դառնան։ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աշխատակազմը դարձյալ այստեղ է։ Ի պատասխան այն խնդրանքի, որ օրեր առաջ սոցցանցում տարածել էր բլոգեր Արթուր Ադամյանը։ Նա դիմել էր բարերարներին, այդ թվում Ծառուկյան ընտանիքին, որ տոներին ընդառաջ գյումրեցիներին մենակ չթողնեն։ Հայաստանի երկրորդ քաղաքը միշտ է առանձնահատուկ նշանակություն ունեցել Գագիկ Ծառուկյանի համար, եւ նրա հանձնարարությամբ հազարավոր փոքրիկների տոնը դառնում է հիշարժան։ Այս երկրի զարգացման գաղափարախոսում երեխեքի մեջ բերնու ամեն ինչ նվիրված լինի երեխեքին ապագա ստեղծելու համար։ Այս ցանկացած շարժում, որը գոյություն ունի, ցանկացած բարի գործ պետք է ուղղված լինի հենց երեխաների համար։ Սա ակնհայտ երեխաների հանդեպ կազմակերպված լավ քաղաքական չէ, ոչ մարդող չփորձ է սրա մեջ քաղաքականություն գտնել, անձամբ ես դիմել եմ, արձագանքը ստացել եմ, որ հիմա շնորհակալ եմ պարոն Ծառուկյանին։ Քանի որ Գյումրին մշտապես եղել է պարոն Ծառուկյանի ուշադրության կենտրոնում, այսօր եւս, այս տարի եւս անմասն չմնացինք եւ նախատոնական այս օրերին պարոն Ծառուկյանը իր ուշադրության կենտրոնում պահեց Գյումրիում բնակվող բալիկներին եւ իրական տոն դարձրեց իրենց օրը, քանի որ այստեղ բազմաթիվ երեխաներ հնարավորություն ունեցան անձամբ շփվելու ձմեռ պապիկի Ձյունանուշիկի հետ։ Փոքրիկների շարքում Գագիկ Ծառուկյան անունազգանունով այս տղան է։ Փոքրինչ լրակյաց է, բայց մեծ երազանքներով ու համառ նպատակներով։ Ես ուզում եմ դառնամ բոքսիստ, որ ուժեղ լինեմ։ Ուզում ես չեմպիոն դառնալ։ Այո։ Ես էլ բանալի Գագիկ Ծառուկյանի կողմից Գագիկ Ծառուկյանին։ Արդեն 8 տարեկան Գագիկը մեկն է այն բազմաթիվ երեխաներից, որոնք 2018-ին իրենց ծնունդով հաջողություն բերեցին ընտանիքներին։ Ծառուկյան հիմնադրամից նվեր ստանալով բնակարան։ 8 տարի առաջ 4 բալիկի սկսպասեի, լրիվ պատահական մենք մյուս տեղից որոշեց, որ պիտի տնենք Գագիկ անունը, ու այդ ժամանակ անընդհատ իրա վիդեոները կուկար, տղեցեց, թե եկեք տնենք, ես գիտեմ ապեր պիտի ունենանք, անունը Գագիկ տնենք, որ ինքերնի Գագիկ Ծառուկյան, բնականաբար չգիտեինք, որ բնակարան պիտի ստանանք։ Ու հետո օր եղավ, շատ ուրախացանք, շատ լավ անակնկալ էր։ Նվերներն առանց տոնական միջոցառման չեն հասնում տուն։ Երգ, պար, ուրախություն։ Շիրակի ցուրտը կոտրում է տոնական տաք տրամադրությունը։ Մի քանի ժամը փոքրիկների համար անցնում է ակնթարթի պես։ Ձմեռ պապիկ, բարև ձեզ, ինձ սիրուն ես, ինձ լավն ես, մեծացել ես, ծերացել, բայց աշխույր ես մնացել։ Բրավո, ապրես։ Անունը ինչ է։ Լիլիթ։ Լիլիթ, քանի տարեկան ես։ 6։ Ինչ ես ուզել ձմեռ պապիկից։ Մյա խաղանոց, մյա մեկ կուկույս համար կարես կխաղալի։ Խաղաղություն շուտ ետնացի, ոչ աշխարհի մայրը տացի, որ մի 56 կոտա գրկում մանուկներ ժինում ու խնդում հավեշոյա խաղաղություն, պերմեզանմող երջանկություն։ Մեծացել եմ, ես արդեն թողել եմ խաղայս, ես արդեն գրել, կարտել, սովորել, Հայաստանը շենացնել։ Ես Ալենն եմ, ես ուզել եմ կոճիկներից, խաղալի կոճիկներից ուզել։ Արատաձեռն ձմեռ պապիկների մյուս հասցեն Գյումրու տիկնիկային թատրոնն է։ Բայց մինչև թատրոն կհասնեն։ Կարմիր պարկից իրենց բաժին անակնկալն են ստանում ճանապարհին հանդիպող երեխաները։ Ձմեռ պապիկները չեն անտեսում նաև մեծերին ու քաղաքի հյուրերին։ Անակնկալը ստացված է նաև տիկնիկային թատրոն այցելած բազմաթիվ երեխաների համար։ Ամանորյա ներկայացումն ավարտվում է եւ հրաշք նախասրահում ձմեռ Պապն ու Ձյունանուշն են դիմավորում։ Բարև ձեզ երեխաներ, մենք ձեզ բերել ենք նվերներ։ Շատ լավ անակնկալ էին մատուցել երեխեքին, մենք նույնպես ուրախած ենք։ Շնորհակալություն Գագիկ Ծառուկյան հիմնադրամին փոքրիկներին ուրախացնելու նման հոյակապ անակնկալ մատուցելու համար։
Տոնը շարունակվում է նաև Գյումրիից դուրս, Շիրակի մարզի տարբեր բնակավայրերում։ Առատաձեռն ձմեռ պապի անակնկալները ջերմացնում են նաև Հայաստանի ամենացուրտ մարզի փոքրիկներին։ Հիմնադրամն այս օրերին թեթևացնում է նաև բազմազավակ ընտանիքների հոգսը։ Նոր Ախուրյանում 16 երեխա մեծացնող Կարապետյանների ընտանիքն է։ Տոներին ընդառաջ հատուկ անակնկալներ ունեն նաև նրանք։ Իրանից շնորհակալ եմ շատ, որ Աստված իրան շատ օգնի, որ մեզի հասավ։ Ձեզ լավ ամանոր։ Էրմինե Ղարիբյան, Սիմիկ Մայելյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։